Այս աշխարհում յուրաքանչյուր ոլորտ ունի 100%-անոց վստահություն, այդպես նաև առողջապահությունը։ Այս ոդկասթի շրջանակում մենք խոսելու ենք երկրորդ կարծիքի մասին։ Բարի գալուստ MedMeet Talks։ Մեր հյուրը այսօր արհեստական բանականության մասնագետ Ռեմ Դարփինյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ մեր հրավերը ընդունեցիք։ Մենք այսօր խոսելու ենք արհեստական բանականության մասին։ Մեզ թվում է, թե մենք շատ բան գիտենք նրա մասին, բայց այնուամենայնիվ դեռ շատ հարցեր կան։ Ինչպես է մտածում արհեստական բանականությունը, արդյոք նրա մտածելակերպը նման է մեր ուղեղին։ Շատ հետաքրքիր հարց եք բարձրաձայնում։ Իրականում, չնայած նրան, որ արհեստական բանականությունը փորձում է կրկնօրինակի մարդուն եւ ամեն ձև սարքել են, որ արհեստական բանականությունը նման լինի մարդուն, տեխնիկական անհնար է ոնց որ կլոնավորել մարդու ուղեղի աշխատանքը։ Եվ եթե դուք միգուցե լսել եք արհեստական բանականության մեջ կա process կոչվում է նեյրոնային ցանցեր, հա, այդպես ոնց որ ցանցեր, որոնք process-ներ կան, կոչվում են նեյրոնային ցանցեր։ Կոչել են նեյրոնային ցանցեր, բայց իրականում դա մի քիչ տարբերվում է այնպես ինչպես աշխատում է մարդը, որովհետև եթե մենք հիմա վերցնում ենք արհեստական բանականությունը եւ մարդուն, մենք ուրիշ ձև ենք աշխատում, մեր բիոլոգիական process-ները ուրիշ ձև են աշխատում, ուրիշ ձև են սնուցվում, եւ եթե պրոստը վերցնենք, ասենք, մարդու ուղեղն էլ է համակարգիչ, համակարգիչ եւ արհեստական բանականությունն էլ է համակարգիչ, այդ process-ների տարբերության հաշվին ծախսը էներգիայի շատ անհամեմատ բարձր են։ Երևի լսել եք վերջի ժամանակները բոլորը քննարկում խոսում են արհեստական բանականության ինչ որ այդպես դատա կենտրոններ բացելու մասին, դա նրա համար է, որ մի հատ օրինակի համար տեքստ, որ դուք գրում եք ChatGPT-ին, ասենք մի քանի հատ տեքստ գրելով, իր մեջ ահռելի էներգիա է ծախսվում։ Քանի կիլոջոուլ մի տեքստ, մի բառի ժամանակ, բայց ի տարբերություն մարդը շատ ավելի էֆեկտիվ է աշխատում, մարդու ուղեղը։ Դրա համար, եթե մենք նայենք օրինակի համար մատրիցա կինոն, հա, այնտեղ երևում է, որ մարդկանց օգտագործում են process-ը, եթե հիշում եք, օգտագործում են որպես բատարեյկաներ արհեստական բանականության համար։ Իրենց մտածելակերպ ուրիշ են, բայց դա չի նշանակում, որ իրենք խելացի չեն, որ շատերը հիմա ոնց որ զրուցելով իմ հետ ասում են, արհեստական բանականությունը խելացի չի, ինքը ընդհանրապես վերցնում է տվյալները եւ մեզ պատմում այդ տվյալների մասին։ Բայց իրականում դա գալիս է նրանից, որ շատերս աշխատելով օրինակի համար ChatGPT-ի հետ օգտագործում ենք հասարակ մեթոդը։ Ինչ է սա նշանակում, ձրի ChatGPT-ի վերսիայում չկա thinking հասկացողությունը, կա direct answer։ Ինչ է նշանակում, դուք օգտագործում եք ChatGPT-ին որպես ինֆորմացիայի շտեմարան, հարցը տվեցիք, պատասխանը ստացաք։ Եթե դուք ունեք վճարովի տարբերակ, այնտեղ ֆունկցիա կա, որը կոչվում է thinking։ Այ որ դա միացնեք ու սկսեք հարցեր տալ, կհասկանաք, որ այդ մտածելակերպը ամբողջովին ուրիշ ձև է։ Շատ լավ, հիմա ամենասկզբից սկսենք ձեր ասած մտքերի հետ մի քանի մեջբերումներ ունեմ։ Հիմա Փիլիսոփա Սերլը ընդհանուր առմամբ արհեստական բանականությունը համեմատել էր երկու ազգի տարբեր մարդկանց հետ, ովքեր դրան տարբեր կողմերում նստած են։ Մեկը ինչ որ ինֆորմացիա է տալիս, մյուսը զուտ քարտեզով, այսպես ասած, ինչ որ քարերի հաջորդականություն հավաքում, փոխանցում է հետ։ Այսինքն, որպես այդպեսին շատ լավ չել հասկանում իրան ինչ է ասել, որովհետև տարբեր լեզուներով են իրանք խոսում։ Հիմա կարանք ուղղակի ChatGPT-ի անվճար տարբերակի համար հենց այս մոդելը ասենք որ շատ կիրառել է, այսինքն դու իրան տալիս ես ինչ-որ բան, ինքը քեզ ուղղակի հավաքում է քարտեզով պատասխաններ ու հետա վերադարձնում։ Անվճարի մեջ այո, բայց վճարովի վերսիաների եւ վերջին նորարար վերսիաների մեջ ամբողջովին ուրիշ է։ Ահա, հիմա նույն էլի նորից հարց եմ տալու ChatGPT-ի անվճարի մասին։ Արդյոք կա նման բան, որ արհեստական բանականությունը գալյուցինացիաների մեջ է ընկնում, այսինքն անվճարի պարագայում, հա, դու իրան հարց ես տալիս, ինքը ոչ թե քեզ պատասխանում է մեխանիկորեն ինչ-որ պատասխան, այլ հորինում է ինչ-որ բաներ ու քեզ պատասխանում է ըստ իր երևակայության, այսպես ասած։ Գնալով դա քչանում է, դա առաջի ժամանակներ ավելի շատ էր հասանելի, գնալով դա իջնում է, ինչի հետ է դա կապված։ Կախված ով է արտադրում այդ արհեստական բանականությունը, իրենք տարբեր լոգիկային մտցնում այդ արհեստական բանականության մեջ։ Նույն ChatGPT-ի մեջ, որ ամենատարածվածն է, իմիկվա բոլորի մոտ, մտցրել էին, որ դու երբեք չպետքա ասես ոչ հաճախորդին, հա, ինքը եթե մի բան գրում է, գլուխը ջարդի, բայց մի բան պատասխանի, անպատասխան չպետք է մնա։
Դա նենց չի որ նոր բան է, մարդկանց մոտ էլ է լինում, մարդիկ կան որ հարց է տալի, միշտ ինքը պատասխան ունի ամեն ինչի, բայց պարտադիր չի որ այդ պատասխանը ճիշտ է եւ իրական է։ Նույն ձև էլ ChatGPT-ն է, էլի փորձում են մարդկանց կրկնօրինակեն եւ մենք նույն խնդիրի առաջ կանգնում ենք։ Բայց գնալով դա կճանում է եւ արդեն սովորացնում են արհեստական բանականությանը առաջինը ավելի խորը նայել տվյալներին եւ ավելի լավ վերլուծել եւ երկրորդը ասել եթե ինչ-որ բան չգիտի։ Արդեն անկեղծ լինեն, ասել ես չգիտեմ, ես չեմ ուզում հորինեմ եւ քեզ ասեմ, որ սա ուրիշ ձև է։ Պատասխան ստացել եք երբևէ։ ChatGPT-ից չէ, բայց Claude-ից օրինակի համար այո։ Շատ Այստեղ խոսում ենք երկրորդ, նու հիմա իրականում Claude-ը դարել է ամենամեծը, ChatGPT-ն մի քիչ արդեն իր պոզիցիաները ընկել են։ Հիմա կրթելու մասով ասեմ, եթե մենք լավ կրթում ենք մեր արհեստական բանականությանը, արդյոք մենք այսպես ասած մեր համար, մեր ուղեղային պոտենցիալի համար փոս չենք փորում, որովհետև պատմականորեն մենք գիտենք Ֆլորենսկի մարդկանց մասին, ովքեր ոչ մի բան անելու կարիք չունեին, փակ կղզում էին, ոչ մտածում էին, ոչ մի բան, ապրում էին ուղղակի ու ուղեղի չափը այնքան է փոքրանում, մինչև գալիս են հոմո սապիենսները, իրանց ոչինչ ասում, շարունակում են ապրել, հա։ Հիմա բժշկորեն մենք գիտենք, մկանը չես պարապացնում ատրոֆիա է ենթարկվում։ Հիմա մարդկանց մեծ մասը ChatGPT-ն ու ընդհանրապես արհեստական բանականությունը սկսել է կիրառել որպես պանացեա, չգիտեմ, պրիմիտիվ ինչ որ չգիտի ինչ որ մի բան որտեղ գտնի, միանգամից օգնության է վազում ChatGPT-ն ու չի փորձում ինքնուրույն մտածել։ Արդյոք էս մեր համար շատ խորը փոս չի, բնականաբար հեռահար ժամկետներում եմ ասում, չեմ ասում 1, 2 կամ 5 տարվա համար։ Համ կհամաձայնվեն, համ չեմ համաձայնվի իրականում, որովհետև իմ կարծիքով կբաժանվեն 3 խմբի մարդիկ։ Կլինեն մարդիկ, ոնց որ դուք նշեցիք, որոնք կանջատեն ուղեղը, ամբողջովին իրենց կտան արհեստական բանականությանը եւ ժամանակի ընթացքում հասկանալի է, որ իրենք կդեգրադացվեն եւ քանի որ այդ մկանը չեն աշխատացնի։ Բայց իրականում պետք է արհեստական բանականությանը նայել որպես գործիք։ Կլինեն ինչ որ իրանք կլինեն մեծամասնությունը ցավոք սրտի, որովհետև մեր ուղեղի ձևից ելնելով, ընդհանուր կառուցվածքից ելնելով մենք ալարկոտ ենք, հա, եթե մի բան ուրիշը մեր տեղը կարող է անի, մենք դելեգեյթ ենք անում եւ չենք անի ինքներս դա։ Բայց հիմա վերադառնալով մեր առօրյա կյանքին, ինչ որ փոքր քանակությամբ մարդիկ ավելի կօգտագործեն արհեստական բանականությունը իրանց առօրյա գործը ավելի լավ անելու համար, որովհետև անընդհատ խոսակցություններ են գնում, որ այս արհեստական բանականությունը բոլորին առանց գործ է թողելու, մարդիկ էլ պետք չեն գալու, բայց իրականում մարդիկ փոխարինվելու են ուրիշ մարդկանցով, որոնք կարողանում են օգտագործեն արհեստական բանականությունը, որովհետև ցավոք սրտի մեր առօրյա կյանքում մենք ունենք բոլորս նույն 24 ժամը, նույն ժամանակը, մենք ունենք ինչ-որ մեր աշխատանքային էֆեկտիվությունը եւ դա լիմիտավորում է ինչքան գործ մենք կարող ենք օրվա մեջ անել։ Եվ խելացի մարդիկ հասկանալով, որ օգտագործելով արհեստական բանականությունը, դու ընդլայնում ես քո այդ 24 ժամը, սարքում ես էլ ավելի շատ, որովհետեւ դու 1 ժամվա մեջ կարողանում ես հասցնել ոչ թե 1 ինչ-որ կոմպոնենտ գործի, այլ 10։ Այդ տիպի մարդիկ շարունակեն գործ ունենալ եւ իրենք կօգտվեն արհեստական բանականությունից իրենց գործի շրջանակներում։ Եվ կլինեն արդեն մի քիչ ավելի փոքր խումբ մարդկանց, որոնք հակառակը էլ ավելի խելացի կդառնան, որովհետեւ էլի կտան արհեստական բանականությանը այդ մեխանիկական կտորը, այն ինչ իրենցից ժամանակ էր տանում, այն ինչ իրենցից ոնց որ հետ էր կանգնեցնում, որ արագ առաջ շարժվեն։ Եվ իրենք էլ ավելի խելացի կդառնան, որովհետև էլի 1 ժամվա կտրվածքում ավելի շատ բան կհասցնեն անեն, ավելի շատ բան սովորեն եւ այստեղ հարց առաջանում։ Դուք ունենալու եք ազատ ժամանակ։ Օգտվելով արհեստական բանականությունից։ Սա արդեն մարդուց է կախված, ոնց դուք դա կօգտագործեք։ Ցավոք սրտի մարդկանց մեծամասնությունը դա կանցկացնեն սոցիալական ցանցերում, TikTok-ում եւ մնացած ուրիշ հարթակներում, որը չի բերի իրենց զարգացմանը եւ իհարկե շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այդ մեր խավերը շատ մեծ տարբերություն կլինեն արդեն, հա, երբ որ մենք առաջ ոնց որ տարբեր աշխարհներում կապրենք, երբ որ դուք ինչ որ մարդու հետ զրուցելուց կհասկանաք, որ ոչ թե դուք մի 3-4 աստիճան է ձեր կրթության տարբերությունը, այլ շատ բարձր, որ դուք նույնիսկ չեք կարողանում այդ մարդու հետ շփվել։ Տարբեր լեզուներով ենք էլի խոսում, լեզուներն էլ չէ, դաժե կրթության եւ
հայացքի ընդհանուր կառուցվածքից ելնելով, էլի։ Ձեզ հետ ուզում եմ այս մասով համաձայնվել, որտեղ ըստ առողջապահական տարբեր գնահատումների իրականում մարդկանց մեր ունեցած բիոլոգիական բանականության պոտենցիալը 10 միլիարդը երբեք չի անցնելու, որովհետև եթե մենք այն ժամանակ ունենում էին օրինակ մարդիկ 15 երեխա, որ ողջ մնա 3-ը կամ 5-ը, այսօր մարդիկ որոշում են ունենալ 1 կամ 2 երեխա, կանայք ավելի շատ են զբաղվում ձեռնարկատիրությամբ, ավելի շատ են աշխատում եւ այլն, հետեւաբար այսպես թե այնպես մեր բիոլոգիական պոտենցիալը 10 միլիարդը չի անցնելու, հետեւաբար մենք ստեղ ունենալու ենք ինչ-որ կարիք, որպեսզի կրթվենք ու ունենանք ինչ-որ արհեստական բանականություն։ Ես օրինակ բերեմ, եթե չեք տեսել խորհուրդ եմ տալ նայել 2006 թվականի շատ հետաքրքիր կինո կա Իդիոկրատիա, Idiocracy, ամերիկյան կինո էր, որը թողարկել էին 20 տարի առաջ, այն ժամանակ քրիտիկները տենց ասեցին, այս ինչ ապուշ կինո եք նկարել, Ունդեղ կարճ ասած նրա մասին էր, որ խելացի մարդիկ երեխաներ չեն ունենում, ոչ խելացի մարդիկ շատ արագ բազմանում են եւ շատ են երեխաներ ունենում, եւ մի քանի 100 տարի հետո ցավոք սրտի գալիս ենք դեգրադացիայի, որ մարդիկ ոնց որ սաղ աշխարհը փոխվում է եւ ուրիշ ձև ամեն ինչ, շատ հետաքրքիր կինո է, որը հիմա նայում եմ ես այդ կինոին, անդադ ոնց որ ինքը իրական կյանքի մասին լիներ։ Հիմա ցավոք սրտի շատ ֆիլմեր են իրականություն դառնում, մենք դրա մասին հեսա հաջորդիվ խոսելու ենք։ Իրականում արհեստական բանականությունը մեր կյանքում տարբեր բարդություններ է, հա, առաջացնում, որովհետև յուրաքանչյուր, ասեմ ինչ եմ ուզում, ասեմ միտքս շարունակեմ։ Իրականում ամեն մարդու ուղեղ ունի իր նեյրոպլաստիկությունը, այսպես ասած, այսինքն նոր բաներին ադապտանալու հնարավորությունը, հա, օրինակ երբ որ մեզ առաջարկեցին օգտվել մեքենաներից կամ տաքսի ծառայություններից, որը չունի վարորդ, նո մեզ Հայաստանի Հանրապետության մասին չի խոսում, աշխարհին, հա։ Ովքեր դրան ամենաշուտ ադապտացան, երիտասարդներն ու կանայք։ Ինչու, որովհետև երիտասարդները արհեստական բանականությունից վախ չունեն, որովհետև չեն տեսել այդ ֆիլմերը, որ դուք ասում եք։ Իրանք չեն հասկանում ինչից կարելի է վախենալ։ Իսկ մեծահասակները շատ զգուշավոր են սրան վերաբերվում ու դուրս են մնում, այսպես ասած, այդ շատ փոքր է իրանց այդ ուղեղի նեյրոպլաստիկ ադապտացիայի հնարավորությունը։ Դրանով իսկ բարդություն է դա առաջացնում այդ մարդկանց համար։ Իրանք չեն հասկանում իրանց շուրջը, այսպես ասած, ինչա կատարվում։ Մի քիչ չեմ համաձայնվի դրա հետ ինչի համար, որովհետև ի տարբերություն բոլոր ուրիշ տեխնոլոգիաների, այստեղ շատ մի հատ մեծ տենց անդունդ էր առաջանում, երբ որ նորարար տեխնոլոգիաները գալիս են ոչ միայն արհեստական բանականությունը, նույն հեռախոսները, նույն մնացած ուրիշ բաները մեր առօրյա կյանքում շատանում են, բայց ինչ մի հատ անդունդ էր առաջանում, մեր տարեց սերունդի տատիկները, պապիկները, երբ որ ուզում են ինչ-որ բան իմանային, սովորեին, իրենք պետք է թորնիկներին հարցնեն կամ երեխաներին, իրենք միշտ զբաղված են, չեն կարողանում դա նորմալ բացատրել, պատմել եւ այդ դրանից էլ վախը գալի։ Վախը միշտ գալիս է նրանից, ինչ դու չես հասկանում։ Այստեղ շատ մի հատ հետաքրքիր մոմենտ է գալիս, որ շատ եմ նկատում ես վերջի ժամանակները, որ նույն թորնիկները գալիս են, ասենք տատիի համար կամ պապի համար, մի հատ ասում են այս քեզ ChatGPT account ենք set up-անում, այսինքն հարցը գրում ես, ինչ լեզվով ուզում ես գրի, ռուսերեն, հայերեն, անգլերեն, քո սախ պատասխանները հարցերիդ կտա։ Իսկ անգլերեն տառերով հայերեն կարան գրեն։ Չեմ փորձել, բայց երևի հա։ Փորձել եմ անգլերեն տառերով հայերեն գրեք, հետո ինքը հայերեն նորմալ գրագետ։ Ռուսերեն տառերով հայերեն, այդ տատի պապիները ոչ շատ բանա, բայց ինձ թվում է այդ է շատ հետաքրքիր փաստ ասեմ, որ միգուցե դա էլ շատ լավ կարողանա արհեստական բանականություն անի, որովհետև ինտերնետում ավելի շատ տեքստ կա ռուսատառ եւ անգլատառ գրած հայերեն, քան թե հայերեն գրած։ Եվ մինչև այս վերջի ժամանակները հայերեն արհեստական բանականությունը շատ վատ էր գրում։ Այո։ Որտեվ տեքստ չկար, որի հիման վրա ինքը պետք է սովորեր։ Այդ խնդիրը կար։ Եվ վերադառնալով հարցին, այդ նույն տատիկներ, պապիկներ եւ ավելի տարիքով սերունդը, իրենք ավելի հնարավորություն են ունենում իրենց ցանկացած հարցին պատասխան ստանալ։ Դա բերում է նրան, որ իրենք ավելի արագ են սովորում։ Չնայած նրան, որ հա ոնց որ իրենք տարիքային միգուցե արդեն խնդիր ունեն նոր բաներ սովորելու, մենք բոլորս ինչքան ոնց որ տարիքով մեծանում ենք ավելի դժվար է մեր նոր բաները սովորել, ենք արել, որովհետև մեր այդ հին բագաժը միշտ ճնշում է մեզ, բայց քանի որ իրանք ցանկություն ունեն սովորելու, ազատ ժամանակ ունեն ու ունեն մի մարդ
մի տեխնոլոգիա, որ ամեն հարցին պատասխանում է, ինչու եւ ոչ։ Այո, լրիվ համաձայն եմ։ Կասեք մեզ ինֆորմացիա արդյոք կա աշխարհում արհեստական բանականություն, որը անցել է Տյուրինգի տեստը։ Շուտվանից։ Իրականում Տյուրինգի տեստը անցել են դաժե 70-ական, 80-ական թվականներին, եթե չեմ սխալվում, կարող է 90-ական թվականներին, այն շատ པարզ վիճակով հիմիկվա դրությամբ դուք համարյա անհնար է տարանջատել որտեղ է մարդը, որտեղ է արհեստական բանականությունը։ Նամանավանդ այս վերջի տեխնոլոգիաները, որ դուրս են գալիս, տեխնոլոգիաները շատ արագ տենց պարբերությամբ են դուրս գալիս, կարելի ասել, ու վերջի ամենաուժեղ մոդելը Fable 5-ը Cloud-ից իրեն մոտ մի 3 շաբաթ առաջ թողարկեցին, ինքը այնքան խելացի եւ ուժեղ իր կարողությունների մեջ, որ ԱՄՆ-ն արգելեց իրեն օգտագործել, փակեցին, նոր 3 առավոտյան նորից հետ են միացրել։ Հետարքիր է ինչումն է։ Եվի կարողացել են ինչ-որ կարգավորումներ դնել կամ սահմանափակումներ դնել։ Ցանկացած խնդիր կարողանում է լուծի բարդության, որը, ասենք, չգիտեմ, շատ ուժեղ մասնագետի լեվլերը, որ աշխարհում միգուցե այդ հարցով կարող է 10-15 հոգի մարդ կար զբաղվող, ինքը կարողանում է այդ հարցերը լուծի։ Ցավոք սրտի սկսել էին օգտագործել չարաշահել եւ կիբերանվտանգության մեջ, դրա համար այտենց կառավարությունը խառնվեց, փակեցին, հիմա այտենց իրան բերել են այտենց ռամկեքի մեջ են դրել, որ շատ չվնասի։ Հիմա զուտ խելացիության մասը շարունակելով, մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի առողջապահական ինստիտուտը հրապարակում է ուղեցույցներ, այդ թվում նրա մեջ կար նաև պատվաստումներին վերաբերող ուղեցույցներ, որտեղ հրապարակումներ կային, այնուհետև ստուգելուց հետո են գտել, որը գրվել էր ChatGPT-ով եւ չէր համապատասխանում իրականությանը։ Այսինքն, եթե կրթվածության կամ արհեստական բանականության կրթվածության տեսանկյունից նայենք, այս շատ լուրջ խնդրեմ է։ Այսինքն մարդը կարա այդքան չհասկանա եւ սխալ օգտագործի արհեստական բանականությունը, բայց եթե տալիս ես ուղեցույց, ըստ որի պետքա, չգիտեմ, երեխաները պատվաստումներ ստանան կամ կանայք, օրինակ, պատվաստումներ ստանան որպեսզի կանխարգելեն քաղցկեղը կամ տղամարդիկ ինչ-որ պատվո ու չկա ճշտված ինֆորմացիա, չկա գիտական հենք, սա իսկապես էլի շատ լուրջ անվտանգային խնդիր է առաջացնում։ Բայց եկեք հարց ուրիշ կողմից տամ։ Իսկ եթե նույն տեքստը գրեր մարդը, Մարդիկ գրում են ուղեցույցները հիմնվելով տարբեր ռանդոմիզացված հետազոտությունների վրա, այսինքն իրականացնում են հետազոտություններ, չգիտեմ, սկզբից ստանում են ենթադրաբար, հա, եթե վակցինային մասին ենք խոսում, սկզբից անջատում են վիրուսը, հետո վիրուսի համար ստանում են համապատասխան մոլեկուլները, հետո փորձարկում են մկների վրա, հետո շների վրա, հետո հատուկ համաձայնություն տրված մարդկանց վրա, հետո նոր ունենում ենք հրապարակումներ, այսինքն այս բավականին, այո, երկարաժամկետ է, այսինքն տարիների առումով մենք շատ ժամանակ ենք կորցնում, ինչը չես համեմատի ChatGPT-ի հետ, բայց այնուամենայնիվ տարիների փորձ անցած է, այսպես ասած։ Բայց ասում եմ, եթե մարդը սխալ գրեց, ինչ որ մեկը պետք է չէ ստուգի։ Այստեղ նույն հարցն է գալիս կանգնում, որ ինչ որ մեկը ալարել է այդ սաղ ինքը նստի գրի, օգտագործել արհեստական բանականությունը, եւ այստեղ ոչ թե տեխնոլոգիայի օգտագործման խնդիրն է, այստեղ գալիս է շատ ժամանակ խնդիրը արհեստական բանականության հետ գալիս այն, որ ոչ մասնագետը օգտագործելով արհեստական բանականությունը, չհասկանալով ինչ է իրեն տալի եւ ոնց ճիշտ ուղղորդի արհեստական բանականությանը, ստանում է սխալ ռեզուլտատ։ Որովհետեւ դուք մենք հասկանում ենք, չէ՞, որ արհեստական բանականությունը ինքը ունի համախմբած բոլոր տեղերից տարբեր ինֆորմացիաներ։ Թե այդ պահին ինքը որ մի կտորը կվերցնի այդ ինֆորմացիայից եւ ոնց դա կվերլուծի, դա մենք դեռ չենք կարող կառավարենք եւ չպետք է կառավարենք։ Նույնձևը մենք չպետք է կառավարենք, կարծում եմ։ Ոչ, որովհետեւ հիմա մենք ինչ ենք սովորել եւ որ պահին ինչ ենք մեր հիշողության մեջ գալիս։ Շատ ժամանակ մեր մոտ լինում է, չէ՞, խոսակցություն ենք անում, հետո գնում ենք ուրիշ տեղ, մեկ էլ հիշում ենք, վայ, կարայի էս ինչ ասեի։ Նույն ձևել արհեստական բանականություն, ինչով ենք մենք տարբերվում դրանից, հա։ Բայց հիմա օրինակի համար բացատրեմ երկու հատ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք, որ ինքը ոնց կարա խաբի եւ օգնի։ Մոտ մի կես տարի առաջ Ամերիկայում մի հատ երեխա գալիս է հոր մոտ, ասում է, «Կօգնես ինձ մաթեմատիկայի տնային աշխատանքն անեմ»։ Հայրն ասում է, «Լավ», նստում են ChatGPT դիմաց, սկսում են հարցը պատասխան անել, երեխայի տնայինը լուծում են, ամեն ինչ, հետո ինչ-որ տեն շարունակում է զրուցել, եւ ինչ-որ մի քանի օր այդ զրույցից հետո ասում է, մենք թազա մաթեմատիկա ենք իրար հետ հորինել։ Ու տենց ասած պայմանական ասած, 1-ին գումարած 1 հավասար է 10։ Մենք դա ապացուցել ենք, էսի ապացույցներն է, ֆորմուլաներ է ցույց տալիս,
Այս մարդը մաթեմատիկայից չի հասկանում, բայց անենց է համոզում, որ հա, մենք արհեստական բանականություն, ChatGPT-ին, որ մենք դա ստացել ենք։ Ասում եմ, դե լավ, ինչ անենք, sense թազա բան ենք հայտնագործել, ինչ կարող ենք անել, ասում եմ, գրի Նոբելյան մրցանակի տեղը, ինչ տեղերը մաթեմատիկոսներին, որ դու sense բան ես արել, նամակներն է տալիս, email-ը թե ինչ տեքստ պետքա գրես իրանց ուղարկես, ամեն ինչ տալիս, հա։ Մի քանի օգու որ նամակ ա ուղարկում, այնտեղից ասում են, այս ինչ եք անում, էլի вообще սխալ է, ֆիզիկայի օրենքների եւ մաթեմատիկայի օրենքների դեմ եք գնում, անհնար բան է։ Ինքը այդ նույն տեքստը տալիս է ChatGPT-ին, ChatGPT-ին ասում է, վայ կներես, ես մի քիչ լավ չէի հաշվարկել։ Բայց այդ մարդը արդեն իրան թվում էր, որ ինքը նոր բան է հորինել։ Հիմա երկրորդ օրինակը մաթեմատիկոս մասնագետը օգտագործել է արհեստական բանականությունը, խնդիրը տվել է, ճիշտ ուղղորդել է եւ մոտ ժամ ու կեսում արհեստական բանականությունը լուծել է մաթեմատիկայի խնդիր, որ 70 տարի ոչ մեկ չէր կարողանում լուծել։ Ֆանտաստիկ։ Հա, այսինքն նայեք, այստեղ գալիս է շատ կարևոր կոմպոնենտը, որ եթե դուք մասնագետ չեք, եթե դուք բժիշկ չեք, հա, օրինակ համար, դուք ChatGPT-ին եթե հարցնեք, կստանանք այնինչ ունենք Ջերոմ Քեյ Ջերոմի ասում է բանի մեջ, հա, որ էնցիկլոպեդիան որ բացեք ինչ կարդաք, դա ձեր վրա կզգաք, դուք այդ հիվանդությունը բան կանեք, ձեր վրա կվերցնեք։ Մենք դրան ասում ենք երրորդ կուրսի հիվանդությունը, դե երբ որ սկսում ես ամեն ինչ անցնել, քեզ դու ամեն ինչով հիվանդ ես։ Բայց հիմա նորից մի հատ նորից վերադառնամ ուրիշ օրինակի, որ ոնց որ էլի պատկերացնեք, ես չլինելով բժիշկ, բայց մյուս կողմից շատ լավ հասկանալով արհեստական բանականությունը, ես իմ ունեմ պերսոնալ բժիշկին։ Արհեստական բանականության մեջ։ Մենք դրա մասին պետքա խոսեինք իրար հետ, որովհետև մոտավորապես մի 15-20 տարի առաջ տարբեր բժշկական ֆորումներին կար առանձին մի հատ այնց ֆուրոր արած շատ հետաքրքիր լեկցիա, կոչվում էր «Երբ բուժում է դոկտոր Գուգլը»։ Հիմա մարդիկ ոնց որ արհեստական բանականությունը դրա level up-ը լինի, հա։ Հիմա մարդկանց բուժում է ChatGPT-ին կամ ինչ որ ավելի թանկարժեք կամ վճարովի արհեստական բանականությունները։ Արդյոք սա ճիշտ է։ Պետք է այսպես լինի ու արդյոք սա պետքա մեր կյանքում դառնա արդեն որպես նորմա ու երկրորդ կարծիք պետքա հարցնենք արհեստական բանականություն կամ առաջին կարծիք, չգիտեմ արդեն։ Դրանք, էլի այստեղ ասեմ, ես ինքս բժիշկ չեմ, բայց ես արհեստական բանականության մասնագետ եմ, այսինքն ես հասկանում եմ ոնց ճիշտ զրուցեմ արհեստական բանականության հետ։ Ինչ հարցեր, ճիշտ հարցեր տակ։ Ոնց ճիշտ հարցերը տամ, որ ճիշտ պատասխան ստանամ, հա։ Դա բերել է նրան, որ ես կարողացել եմ ստանամ իմ իդեալական բժիշկը, որ ինքը իդեալական sense ինքը իր համար ապրում է իր կյանքով, եւ ես իրան ինչ հարց տամ, ինքը բժշկական սֆերայից մաքսիմում ճիշտ փորձում է պատասխանել։ Ու միշտ հասանելի է։ Միշտ հասանելի է, նո միշտ չէ, հեռախոսի ինչքան հասանելի է եւ ինչքան բան կա, հա, տենց էներգիա կա իմ հեռախոսի մեջ եւ կոմպյուտերի մեջ, ինքը հասանելի է։ Ոնց եմ դա օգտագործել որպես օրինակ, իհարկե ցանկացած անալիզներ, ցանկացած բաներ միշտ գնում է իր մոտ, անալիզ արվում, խորհրդատրվում, որ սա էլ գնա դուր։ Իմ վրա էլի օրինակ բերեմ, ես գնացի տես տարբեր տեստեր հանձնեցի, ինչ որ պատասխաններ եկան, ինչ որ բան շեղված էր, ես կոմենկոմ տվեցի, ասեց, գիտես, ինչ չեմ կարող մի քիչ հասկանամ, այս սրանք էլ գնա դուր, այս մի քանի հատ արուն էլ դուր, գնացի տվեցի ու մի հատ ինչ որ անալիզներից մեկը մի քիչ փախած եկավ։ Բայց դե ես մի հատ մեջ պետք է ստուգեմ, որտեվ էլի արհեստական բանականության մասնագետ լինելով դա պետք է ամենջվեր ստուգեմ։ Գնացի թերապևտի մոտ, շատ տարիների շնորհակալություն, հասել եք բժշկի մոտ, շատ կարևոր։ Շատ տարիների փորձ ունեցող թերապևտի մոտ, որ երկար տարիներ Հայաստանում աշխատել է, շատ մեծ փորձ ունի, արդեն թոշակի է նույնիսկ անցել, ասեցի ես իմ անալիզները, ինչ կասեք անալիզների մասին, նայեց, հա, սենց նույն բանն ասեց, ինչ ասել էր ինձ իմ արհեստական բանականությունը, հետո մի հատ հարց տվեց, ասեց, այս մի անալիզը խես, այսով ասե որ 10, հա, հիմա ոնց որ չգիտեմ, ասեմ, չասեմ, ինչ բան կլինի, ասի ChatGPT-ին, բայց ասում եմ ինչու, ասում եմ Հայաստանում ոչ մեկ այս անալիզը չի նշանակում համարյա։ Ասում եմ ինքն այս անալիզը, որ ինքը շատ կրիտիկական չի, երբ որ մարդկանց բժիշկը խորհուրդ տալի, որ գնա այս անալիզն է դուր, ասում են այդ մեր վրա փող ես աշխատում, բան ես անում։ Անկեղծ եմ ասում, իմ մտքերն եք կարդում, սպասում եի ավարտեք ու ասեմ, որովհետև կա մշակութային ընկալման շատ մեծ խնդիր, այսինքն բժիշկը կարող է ուղարկել հավելյալ հետազոտությունների, դա կարող լինի լաբորատոր հետազոտություն, գործիքային եւ այլն, բայց դա մեծ խնդիր է, որովհետև հարց է հնչում, իսկ պետք է իրոք հանձնեմ, դոկտոր ջան։
Այդ նույնն էր, ասեց, որ բժիշկները արդեն այնքան են փորձի անեն եւ այնքան են այդպես մարտիկ դիմադրել, որ հիմա նույնիսկ չեն անում, ասում ես Հայաստանում 2-3 բժիշկ գիտեմ, որ ասում է ոնց որ այս անալիզը այդպես պարտադիր մեկը նշանակում են ու շատ հետաքրքիր է, որ դուք դա տվել եք, էլի ասում եմ, շատ զարմանալի է։ Դա էլ են դեպքն եմ ասում, որ ChatGPT-ին չունի այդպես բայես, ինք իրան պետք է, ասում է գնա տուր, всё, դա պետք է։ Այդ իր խորհուրդն է, հիմա դու կարող ես ընդունել, կարող ես ոչ։ Եթե ինքը դաժե նույնիսկ եկավ նեգատիվ, որ ամեն ինչ նորմալ է, դա էլ է ինդիկատոր արհեստական բանականության համար, որ այստեղ չի, մենք պետք է գնանք ուրիշ տեղ փնտրենք։ Հավատացեք, բժիշկների համար էլ է դա ինդիկատոր։ Բայց ցավոք սրտի բարձվում է, որ հիմա մարդիկ բան են անում, էլի։ Եվ հիմա ինչի համար է արհեստական բանականությունը ու բժիշկ համագործակցությունը շատ կարևոր մեր կյանքում։ Բժիշկները մարդիկ են։ Իրանք չեն կարող անverջ հիշել բոլոր հիվանդությունները, իմանալ բոլոր անամնեզները, նամանավանդ բոլորս հասկանում ենք, որ բժիշկները շատ ծանրաբեռնված են լինում, շատ ժամանակ չեն կարողում տրամադրեն հիվանդին, որը բերում է նրան, որ ինչ որ ինֆորմացիա, փոքր ինֆորմացիա նույնիսկ անտեսված լինելով պատճառով բերում է նրան, որ սխալ դիագնոզ հնարավոր է դնել։ Կարա մի հատ էլ օրինակ դրա։ Չէ, ես դες դեռ լիքը հարցեր ունեմ, որ դուք օրինակներ ունեմ բժշկական հետ կապված, ունենցա որ տեսեք, Neuralink-ը մեզ այսօր ցույց է տալիս, որ կարողանում ենք օգնել շատ մարդկանց, ովքեր ունեն տարբեր սահմանափակումներ, հա, այսօր, չգիտեմ, չեն կարող քայլել, լավ չեն տեսնում եւ այլն եւ այլն։ Հիմա ինձ մոտ ասած շատ լուրջ հարց է առաջացել։ Մենք ինչքան ենք կիբորգներին մոտ։ Մոտիկ չենք։ Մոտ չենք։ Հələ դեռ չէ, դեռ ցավոք սրտի բոլորի համար մեր մարդուղեղի աշխատանքը շատ բարդ է։ Մենք ինքներս նույնիսկ չենք հասկացել ոնց է աշխատում առանց արհեստական բանականության։ Իսկ եթե մենք մի բան չենք հասկացել, ոնց կարող ենք դա բացատրել արհեստական բանականությանը, եթե չբացատրենք, ասենք դու գնա տես ինչ է լինում, էլի չի ստացվի, որտեվ պետք է էքսպերիմենտներ անել, իսկ մարդկանց վրա էքսպերիմենտ։ Դե փաստացի հիմա անում են այդ էքսպերիմենտները, բավական լավ ստացվում է ուղղակի այդ սինապսներով, ուղեղով, այսինքն մարդը իր ուղղակի պատկերացնում է, ինքը ձեռք չունի օրինակ, հա, բայց պատկերացնում է, որ ձեռքով վերցնում է բաժակը, ինքը կարող է ձեռքով վերցնել բաժակը։ Դա ինքան տենց հազվագյուտ շատ ասում է բանարած, փայփայած, սիրուն ստուգած արած кейսեր են, որ ամեն հաջողված кейսի հետևը կարող է 100 անհաջողություն լինի։ Եվ հասկանալ, որ ինչքան մոտիկ ենք մենք այդ կետին, դեռ հələ շատ շուտ է։ Հասկացա։ Մենք տեսնում ենք, որ այսօր իսկապես արհեստական բանականությունը, ես ուզում եմ ուղղակի մի մաս ասել, հենց օնկոլոգիայի ու քիմիոթերապիայի մասով, թե ինչքան արագ է զարգանում։ Իհարկե, դիագնոստիկայի մասով ընդհանրապես չեմ խոսում, որովհետև դեռ 10 տարի առաջ էր, որ արհեստական բանականությունը կարողացել էր աշխարհի 10 լավագույն ախտորոշման մասնագետներին հաղթել թոքի քաղցկեղի հայտնաբերման տոկոսների առումով, այսինքն սա այլևս չի էլ քննարկվում, բայց այսօր շատ հետաքրքիր ձևով կարողանում ենք այնքան դեղորայք, ես չեմ ասում դրանք հայտնագործված են, հայտնաբերված են եւ այլն, բայց սա մեզ շատ լուրջ հնարավորություն է տալիս արագացնել process-ը, որովհետեւ եթե այն ժամանակ մարդիկ կարողանում էին սպիտակուցների համադրությունը օնկոլոգիայի հետ, այսինքն գտնել, չգիտեմ 20 տարվա ընթացքում կամ չգիտեմ 5 կամ 10 տարվա ընթացքում մի սպիտակուցի համար, այսօր մարդիկ դա կարողանում են անել 1 օրվա ընթացքում, դա միլիոնավոր սպիտակուցների մասին է, այսինքն մեր կյանքը այսօր այնքան է արագացել արհեստական բանականության շնորհիվ, որ մենք տեսնում ենք, որ մարդիկ, ովքեր բժիշկներ չեն, իրենք արհեստական բանականության մասնագետներ են, Նոբելյան մրցանակ են ստացել քիմիայից։ Այն պատճառով, որ կարողացել են ամինաթթուների հաջորդականությունը ուղղակի 3D ստանալ արհեստական բանականության շնորհիվ։ Ինչը մարդիկ դրա վրա ծախսում են, չգիտեմ, 5-ից 10 տարի, որովհետև շատ ծանր, բարդ եւ ծախսատար process է դա եղել։ Իհարկե դա դարել է արդեն մեր կյանքի անբաժանելի կտորը եւ դա լինելու է, եւ եթե բարձրաձայնեցի քաղցկեղը եւ այլն, բոլորին թվում է, որ քաղցկեղը տենց մի քանի տեսակի է լինում, բայց այդ ամեն տեսակը այնքան սապ կատեգորիաներ, այնքան էլի սապ կատեգորիաներ է լինում, որ բերում է համարյա նրան, որ կարելի ասել ամեն մարդու քաղցկեղը շատ տարբեր է մյուսի քաղցկեղից։ Այո։ Ինչի է դա բերելու է նրան, որ քանի որ մենք բոլորս կլոն չենք, մենք տարբեր օրգանիզմներ ենք, տարբեր մեր հիվանդություններ ունենք, տարբեր ուրիշ գեներ ունենք, ժամանակի ընթացքում ինձ թվում է կհասնենք այն պահի, որ կհորինեն ունիվերսալ մի հատ դեղ, եւ որի մեջ ներգրավի ձեր DNT-ն,
եւ ինքը կդառնա ունիկալ դեղը ձեր համար, այսինքն կլինի ունիվերսալ մի հատ այնպես ասած բալվանկավիճակ, որի վրա կավելացվի մարդու դենքան, կասվի այս խնդիրն է պետք լուծել եւ այդ հաբը խմելով հենց ձեր տիպի քաղցկեղը ժամանակի ընթացքում կլուծվի։ Այսինքն մենք ինչ կարող ենք տեսնել, կարող ենք տեսնել շատ ուժեղ պրոգրես մոտակա 10-15 տարում, նույնիսկ ավելի շուտ, եզրակացնում եմ, որտեղ այնքան արագ տեխնոլոգիաները զարգանում, որ կդառնա բժշկությունը ինդիվիդուալ։ Մենք հիմա շատ դրան ձգտում ենք իրականում, ասում ենք ինդիվիդուալ է, բայց դա իհարկե շատ քիչ է վերաբերվում բուժումներին, այսինքն մենք շատ կողմնաբնական գիտահեն, պրոտոկոլահեն եւ այլն շատ այսպես աշխատում ենք, բայց միշտ ասում ենք չենք մոռանում ինդիվիդուալ մոտեցումը, որովհետեւ այո, կան պրոտոկոլները, ըստ որի պետք է աշխատել, բայց կա նաեւ պացիենտ, որը ունի իր սեփական պատմությունը եւ չպետք է սա նաեւ անտեսենք։ Եվ ես հուսով եմ, որ մենք չենք ապրելու կամ չենք տեսնելու այն պահը, երբ որ մաշինը վաստալի против людей վիճակ լինի, այլ ուղղակի կարողանալու ենք սիմբիոզի մեջ միասին ապրել մի հատ ինչ-որ ավելի լավ աշխարհում։ Դաժե նույնիսկ այդ կինոները, որ նայում ենք, որտեղ ռոբոտները եւ արհեստական բանականությունը դուրս են գալին դեմ մարդկանց, որ նայում ենք, տեսնում ենք ինչից է դա առաջացել շատ ժամանակ, լինում է սխալ տված հարցերից, հա, որովհետեւ ինչ ա եղել, ստեղծվել է ինչ-որ շատ ամենագետ արհեստական բանականություն, որի խնդիր են տվել, ասել են ուզում ենք լուծենք սովի հարցը, կամ ուզում ենք լուծենք, որ բնությունը մաքուր լինի, առողջապահության հարցը եւ այլն եւ այլն։ Արհեստական բանականությունը ոչ որ մարդ պետք չի լինի։ Հասկանում արհեստական բանականությունը, որ մարդիկ խանգարում են այս ամեն ինչին, իրանք են պատճառը, որ ամեն ինչ վատ է, ասում օքեյ, խնդիր եք, տվեք գնամ լուծեմ։ Հա, նույն ձև հիմիկվա դրությամբ ամեն անգամ ChatGPT-ին կամ Claude-ին հարցեր տալուց մտածեք այդ տեսակետից։ Դուք միշտ ասում եք դուք ինչ եք ուզում ստանաք։ Եթե դուք սկսեք նշել դուք ինչ չեք ուզում ստանաք, ինքը դա կընդգրկի։ Այսինքն եթե դուք ասեք, գիտեք ինչ, ես ուզում եմ որ ցանկացած կոստված տվյալ լինի հիմնված ինչ որ գիտահետազոտական նյութերի վրա եւ չլինի քո մտքերից արած, այսինքն հալյուցինացիա արածը եւ եթե դու չգիտես, անկեղծ ինձ ասա, որ չգիտես։ Այսինքն մարդիկ միշտ պահանջում են, բայց եթե դուք ռամկաների մեջ դնեք, ասեք, այս սա չպետք է տաս, ես չեմ ընդունի սխալ պատասխանը ձեզանից։ Այդ ժամանակ ինքը պատասխանը կտեսնեք вообще ուրիշ է լինելու։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Եկեք արհեստական բանականությանը եւ այս կյանքում տանք ճիշտ հարցեր։ Կհանդիպենք MedMeet Talks-ի շրջանակներում։